հետևի մասում գտնվում է մի այգի, որտեղ իմ մանկությունն է անցել։ Հիմա ցույց կտամ։ Այստեղ երեխեքով շարվում էինք ու փչացած հեռախոս էինք խաղում։ Այս հրաշք այգին առաջ մշակվում էր։ Հատվածներում կարելի էր տեսնել, երբ նրանք ծաղիկներ, իսկ հիմա ընդամենը խոտ է աճել, անմշակ վիճակում է գտնվում։ Այս հատվածներում նստում էինք ու խաղում էինք կարմիր կոճակ եւ այլն։ Ես ռոլիկներ էի քշում այս այգում, խումբ էինք ձևավորել ռոլիկ քշողների ու ոչ միայն հեծանիվ քշողներ էլ կային, սամակապ ունեցողներ էլ կային։ Այստեղ շատրվաններ, նստում էինք այս հատվածում երեխեքով ու ոտքերներս թռչում էինք ջրի մեջ։ Գիշերները ամենահետաքրքիրն էր անցնում, որովհետև այդ ժամանակ մարդիկ այստեղ ուղղակի այնքան շատ էին, որ ասեղ գցելու տեղ չկա, իսկ հիմա տեսնում եք շատ քիչ մարդիկ կան, իսկ հիմա տեսնում եք ինչքան քիչ մարդ կա։ Այն էլ ուղղակի եկել են այստեղ, որովհետև սա ավելի մոտիկ է, քան կենտրոնը։ Այստեղ հետաքրքիր արձաններ էլ կան, մի քիչ դաժան արձաններ են, բայց հետաքրքիր է նայելը։ Հետաքրքիր էր անցնում երեկոյան։ Բոլորը ընտանիքներով գալիս էին, բոլորը բոլորին ճանաչում էին, նույնիսկ եթե չէին ճանաչում, այնպես էինք շփվում, ոնց որ թե բոլորս նույն ընտանիքից լինեինք։ Այսօր անգամ հարազատներիդ հետ չես կարա տենց շփվես։ Ուզում եմ ցույց տալ ձեզ մի հետաքրքիր շինություն, որի վրայից երեխեքով վերևից սղում էինք մինչև ներքև։ Իհարկե շատ վտանգավոր էր, բայց դե երեխա ժամանակ վտանգները հաշվի չես առնում։ Որպես դրական փոփոխություն այստեղ աղբամաններ կան, որոնք առաջ չկար։ Թե կար չեմ հիշում։ Ահա այն տեսնում եք այն բրգաձև կառույցը։ Այդտեղից բարձրանում էինք ու սահում էինք ցած։ Վտանգավոր էր իհարկե, բայց դե ով էր վտանգներին հաշվի առնում։ Երեխա էինք չարաճճի։ Այսպես վերև էինք բարձրանում ու ներքև էինք իջնում։ Մի քիչ շեղեմ այս քաղաքական թոհուբոհից, մի քիչ կտրվենք բոլորովս այդ տհաճ զարգացումներից, հա։ Այս այգու կողմնային հատվածները իհարկե անմշակ են մնացել, ոնց եղել է, տենց էլ մնացել է։ Այն ժամանակվանից մինչև հիմա սկիչ են էլ սարքել, որ մնաց վերանորոգեն։ Չեմ հիշում սա կար թե չէ, բայց ոնց որ թե նորություն է, տեսեք ինչ սիրուն հետաքրքիր բան են սարքել, ոնց որ թե չկար առաջ։ Գեղեցիկ է, այստեղ կարելի է գալ, ընտանիքով նստել, հանգստանալ։ Տեսեք ինչ գեղեցիկ լիալուսին է, հեռախոսս թույլ է տալիս շատ մոտ նկարել իրան, հա։ Տեսեք ինչ գեղեցկություն է։